Արդյոք իրանական Արդաբիլ քաղաք ընդամենը 35 կիլոմետր հեռու Ադրբեջանից են ԱԹՍ-ներ մտել։ Արդաբիլի բնակիչներին հղում անելով են իրանական վստահելի տելեգրամ ալիքները գրել, թե մարդիկ նկատել են ինչպես են անօթաչուները քաղաք մտել Ադրբեջանի սահմանից։ Պաշտոնական Թեհրանը ոչ հերքել, ոչ հաստատել է այս պնդումները։ Մենք որևէ տեղեկություն չունենք, իսկ այն ինչ շրջանառվում է մամուլում, մենք չենք կարող դրան գնահատականներ տալ։ Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոփանին վստահեցրել է, որ բոլոր դավաճանները անկախազգությունից, կրոնից, սեռից խստագույնս պատժվելու են։ Եթե Թեհրանը փաստեր ունենա, որ Ադրբեջանն իր տարածքն այս օրերին պլացդարմ է դարձրել Իսրայելի համար, չի բացառվում, որ հարվածի Ադրբեջանի տարածքում գտնվող իսրայելական օբյեկտներին, պնդում են իրանցի փորձագետները։ Եթե Իրանի դեմ ռազմական գործողություն լինի, ագրեսիա լինի եւ որը մի երկիր դրան աջակցի կամ հող կամ օդային դարաշ տրամադրի կամ անգամ հետախուզական դեպիալներով օգնի Իրանը այդ երկիրները համարվում է օրինական թիրախ եւ պատասխան կտան նույն երկիրները։ Բաքուն երբեք թույլ չի տա իր տարածքը կամ օդային սահմանը օգտագործեն երրորդ երկրին հարվածելու համար։ 3 օր առաջ իրանցի պաշտոնակցի հետ հեռախոսով խոսելիս վստահեցրել էր Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։ Ալիևի օգնական Հիկմեթ Հաջիևն էլ հերքել էր, թե Իրանում ապրող էթնիկ ադրբեջանցիները Իսրայելի համար դիվերսիա են անում։ Իրանական տելեգրամ ալիքներն էին գրել, թե Իսրայելի համար լրտեսություն արած մի ադրբեջանցու են մահապատժի ենթարկել Իրանում։ Դեռ նման դեպիալներ չունենք, բայց Իրանի ազգությունները չի մանրամասնում, բայց կարան լինեն Իրանի ազերիներ կամ Իրանի այլ ազգություններ կամ հենց Իրանի բուն իրանցիներ, որ կարող են ներգրաված լինեն Մոսադի կողմից այդ գործընթացների մեջ։ 44-օրյա պատերազմից հետո Իրանը ակնարկել էր Ադրբեջանին, որ մտահոգ են Ղարաբաղում իրենց ձևակերպմամբ սիոնիստների ներկայությունից։ Այսօր իրանցի որոշ փորձագետներ X-ում գրել են, թե անօթաչու թռչող սարքերը Թավրիզ են հասնում Ղարաբաղից։ Օկուպացված Արցախում 4 օդանավակայան է կառուցել Ալիևը։ Փույա Հոսեյնին չի բացառում, որ ինչ-որ չափով Նեթանյահուի աջակցությամբ գործող այդ օդակայանները հիմա ծառայում են Իրանի դեմ հետախուզություն անելու համար։ Նաև այնտեղ ունեն հետախուզական կայանատեղ, որ հետախուզական դեպիալներ են հավաքում Իրանից, որովհետև Իրանի սահմանի մոտ են տեղավորել այդ ռադարները, այդ ամեն ինչը, դա էլ հնարավոր է, որ հիմա օգտագործում են Իրանի ռակետների, Իրանի հերթիրներին հետևելու եւ ամեն ինչը վերահսկելու համար։ Եթե Իրան-Իսրայել այս կռվում դիրքերը զիջի Իրանը, փորձագետը չի բացառում, որ Ալիևն այնքան կհղպանա, որ թույլ կտա օկուպացված Արցախի այդ օդանավակայաններից իսրայելական հրթիռներ թռչեն Իրան։ Իսկ եթե Իրանը չթուլացնի դիրքերը, հնարավոր է Իսրայելը դաշնակից Ադրբեջանի հետ պատերազմի նոր ճակատ բացի Սյունիքում, կարծում է կովկասագետ Էհսան Մովահեդյանը։ Դուք պետք է շատ զգույշ լինեք, որովհետև եթե Իսրայելն զգա, որ պարտվում է, գուցե փորձի պատերազմ սկսել Սյունիքում, գուցե նրանք փորձեն համոզել Բաքվին հարձակվել Սյունիքի վրա Իրանի դեմ նոր ճակատ բացելու համար, այնպես որ դուք պետք է շատ զգույշ լինեք։ Փորձագետի խոսքով հասկանում են Իսրայելն ու Ադրբեջանը, որ Իրանի համար նույն չափ ցավոտ է հարվածը եւ իր սուվերեն տարածքներին եւ սահմանակից Սյունիքին։ Իրանագետների համար կասկածելի է, որ Իրանի վրա հարձակումից շաբաթներ առաջ Իսրայելից Ադրբեջան զբոսաշրջային հոսքը 98%-ով աճել է։ Բացառված չէ, որ զբոսաշրջիկների անվան տակ իսրայելցի ռազմական գործիչներ մտած լինեն Ադրբեջան։ Գաներ Մովսիսյան, Միլենա Պողոսյան, Սմբատ Ասլիկյան, Հայլուր։ Հայաստանում եւ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինն իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, ամենակարևորն ու հետաքրքիրը։